Տիկին Սողոյան հանրության լայն շեշտերի համար բավականին խրթին են սահմանադրական դատարանի նիստերը, եկեք փորձենք նախ շատ պարզ բացատրել այս պահին քննությունը ուր է հասել, հա, գիտենք, որ 7 ուժերի քաղաքական ուժերի ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջի հարցով վերջնական որոշում հուլիսի 4-ին պետք է կայացնի բարձր դատարանը, ունենք ընդամենը 5 օր փաստացի, եւ այս պահին ընդդիմադիր ուժերի ներկայացրած այսպես կոչված բացատրությունները, հա, որքանով համոզիչ են եղել ձեզ։ Գանք նրանից, թե ինչ փուլում ենք գտնվում, ինչ սպասենք առաջիկա օրերին, ներկայումս ավարտվել են կողմերի այսպես ասած հայցադիմումները, պահանջները, բացատրությունների ներկայացման փուլը եւ հիմա անցել ենք հարցերի եւ պատասխանների փուլ, որտեղ կողմերը միմյանց հարցեր են տալիս, քանի որ իրավիճակը աննախադեպ է, այսքան շատ դիմողներ երբեք չեն եղել, որոշակի իմաստով սահմանադրական դատարանը յուրաքանչյուրի համար սահմանափակել է ժամանակը։ Հիմա այս ընթացիկ նիստին, այսօրվա նիստին յուրաքանչյուր դիմող ունենալու է 1.5 ժամ ժամանակ, իր ցանկացած կողմին կլինի դա պատասխանող ԿԸՀ-ն, քաղաքացիական պայմանագիրը, թե հակակոռուպցիոն կոմիտեն, այլ երրորդ պատասխանողներ, հարակից պատասխանողներ հարցեր ուղղելու, պատասխաններ ստանալու, որի արդյունքում դատարանը կկարողանա հասկանա որքանով են կողմերի պնդումները ճշմարտացի։ Հարց ու պատասխանից հետո սահմանադրական դատարանը անցնելու է միջնորդությունների քննարկմանը եւ որոշակի էական հանգամանքներ, այսպես ասած, այլ ապացուցողական գործողություններին, որոնք իհարկե էլի սահմանափակված են այս ժամկետում, բայց մոտավորապես այն բաները, որ նշмарել ենք, դա առնվազն գաղտնի նիստով մեկ տեղեկատվություն, որը վերաբերում է այդ գաղտնի ցուցակներին, դրանք քննարկելու վերաբերյալ է, որը կանցկացվի դռնփակ պայմաններում, եւ նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը միջնորդել է, որպիսի Անդրանիկ Թևանյանի կալանավորման վերաբերյալ տեղեկությունները, այսինքն հանգամանքները եւս քննվեն այդ դռնփակ դատական նիստում, որպեսզի ցույց տա դրա իրականում քաղաքական նպատակներ հետապնդելը։ Եվ այս բaragայում մենք ունենք նաև էլի միջնորդություններ կապված մեր, այսպես ասած, կոռուպցիոն բացահայտումների հետ, կողմերը ունեն նաև այլ միջնորդություններ վկա հրավիրելու եւ այլն բացատրություններ տալու, այդ ամեն ինչը պետքա փորձենք հնարավորինս արագ կազմակերպել, որպեսզի օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ դատարանը հնարավորություն ունենա հեռանալու խորհրդակցական սենյակ, այսպես կոչված, եւ որոշմամբ կա արդեն հուլիսի 4-ին։ Որպեսզի հեռուստադիտողի համար ավելի պարզ լինի, ես ասեմ, որ պատասխանող կողմը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, հարակից պատասխանողներն են դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, նրանց բացատրությունները արդեն ընթացքում եւս լսում են, գործով երրորդ անձ է ներգրավված քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Տիկին Սողոյան, այս հարցը շատ է քննարկվել, սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը օրինակ ասել է, որ պրակտիկայից նախադեպային շեղում է արել սահմանադրական դատարանը քաղաքացիական պայմանագրին հրավիրելով։ Ինչ խնդիրներ է առաջացնում ՔՊ-ի ներկայությունը այդտեղ։ Ըստ իս իմ անձնական ընկալումնակուցը սա խնդիր չի առաջացնում եւ պրակտիկայից շեղումները չգիտեմ ինչ ծավալով են նախկինում քննարկվել օրինակ վարչական ռեսուրսի կիրառման հարցերը, բայց ակնհայտ է, որ գոնե թե Հայաստան Դաշինքի փաստարկների վիճարկման պարագայում շատ նպատակահարմար է քաղաքացիական պայմանագիր կուսակցության արկայությունը, որովհետև բարձրացվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ վարչական ռեսուրսի կիրառումը կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության այնպիսի իրական ծախսերի արկայությունը, որոնց պարագայում ԿԸՀ-ն ուղղակի պարտավոր էր մերժեր կամ անվավեր ճանաչել մինչև ընտրությունները քաղաքացիական պայմանագրի ցուցակը, անվավեր ճանաչել այդ ցուցակը եւ բնականաբար երբ որ մենք ըստ երևույթին սահմանադրական դատարանը նայելով մեր դիմումում ներկայացված փաստերը, որով մենք վկայակոչում ենք այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով ուղղակի անվավեր էր ճանաչվելու, եզրահանգել է, որ դրանք գուցե առաջվում են քաղաքացիական պայմանագրի շահերին եւ ներգրավել է որպես երրորդ անձ։ Տեսեք, կարծիքների առաջին լուրջ բախումը այս քննության ընթացքում հենց առաջին օրը եղավ, երբ հայտնի դարձավ, որ ամբողջական կազմով չի քննելու բարձր դատարանը վեճը, այլ որոշվել է Վլադիմիր Վարդանյանին եւ Արտակ Զեյնալյանին չթույլատրել մասնակցել քննությանը կանխակալ վերաբերմունք ունենալու պատճառով։ Վարդանյանը քպական պատգամավոր է եղել, Զեյնալյանն էլ նախարար է եղել Փաշինյանի կաբինետում։ Ձեր կարծիքը այստեղ կձևակերպեք որն էր, որովհետեւ կար նաեւ պնդում, որ ավելի պետք է կրճատել սահմանադրական դատարանի կազմը, ԲՀԿ-ն ուզում
ասում էր, որ կազմը ամբողջական լինի, եւ եթե չեմ սխալվում, ուժերից մեկը ասում էր, որ պետք է Սեդա Սաֆարյանին էլ հեռացնել ավելին։ Իհարկե, այստեղ չեմ ուզում շատ իրավական այսպես տեսական քննարկումների դաշտ գնալ, թե արդյոք երբևէ քաղաքական անցյալ ունեցող մարդը կարող է լինել սահմանադրական դատարանի դատավոր թե ոչ, որովհետև դա այլ հարթության հարց է։ Մեր պահանջը եւ ըստ էության կողմերի պահանջը եղել է, եթե կա մոտեցում, ապա այդ մոտեցումը պետք է միանման լինի։ Եթե կային երկու կուսակցական անցյալով, քաղաքական գործունեության անցյալով եւ առավել կանխակալ վերաբերմունքով դատավորներ, ապա կար նաեւ երրորդը, եւ այդ երրորդի վերաբերյալ Հայաստան Դաշինքը ներկայացրել համապատասխան միջնորդություն, հիշելով ոչ միայն այն հանգամանքը, որ Սեդա Սաֆարյանը հենց ուղղակիորեն նախորդող ընտրություններին եղել է այս դիմումատու կուսակցություններից մեկի դաշինքով երրորդ համարի պատգամավորի թեկնածու, այլ նաև այն ամբողջ էնտուզիազմը, որը Տիկին Սաֆարյանը իր ամբողջ կարիերայի ընթացքում դրսևորել է, օրինակ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կամ օրինակ ցույց տալով իր շնորհակալ եւ երախտապարտ վերաբերմունքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իրեն սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելու համար։ Մենք միջնորդության մեջ նշել էինք նաև այդ իր խոսքերը եւ կառավարության նիստում, որով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն էր հայտնում եւ հավաստիացնում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի զղջա իրեն այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար։ Մենք գտնում էինք, որ սրանք ակնհայտ կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դրսևորող փաստեր են, որոնք անընդհատ Սեդա Սաֆարյանը իր ելույթներում նույնիսկ սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելիս այդ չեզոքությունը չէր էլ փորձում պահպանել, այլ անընդհատ մատնանշում էր եւ ասում ենք, որ ինքը չի կարող պարզապես այս գործով անկողմնակալ արբիտր լինել։ Եվ բայց կազմը այն է, ինչ որ արդեն ունենք, եւ Սեդա Սաֆարյանը կազմի մի մասն է։ Եկեք հերթով անդրադառնանք ընդդիմադիր 3 հիմնական ուժերի ներկայացրած բացատրություններին բարձր դատարանում եւ սկսենք Հայաստան Դաշինքից։ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ խցան։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու Հայաստան Դաշինքի հիմնավորումներից մի քանիսը ներկայացնելիս Արծվիկ Մինասյանը նախպնդել է ազատ ու հավասար պայմաններում չեն անցել ընտրությունները։ Բարձր դատարան։ Ըստ նրա տպավորություն է եղել, թե մրցակցությունը ոչ թե քաղաքական ուժերի միջև է, այլ քաղաքական ուժերի եւ պետական ապարատի։ Եթե ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննության առաջին օրն է Մինասյանը թվարկել խախտումները։ վտանգվում է ընտրության նկատմամբ հանրային վստահությունը։ Հայաստան Դաշինքը սահմանադրական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, քանի որ զանգվածային բացահայտ ընտրախախտումներ են եղել եւ ընտրարշավի ընթացքում եւ քվեարկության օրը։ Հանրային իշխանության կողմից կատարված խախտումները ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող եւ պարբերական բնույթ։ Այն, որ ազատ եւ արդար չեն անցել հունիսի 7-ի ընտրություններն ապացուցում են բոլորի աչքի առաջ եղած ընտրախախտումները, համոզված են Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները։ Հովհաննես Խուդոյանը բարձր դատարանին տեղեկացրել է քվեարկության մասնակիցների պաշտոնական թվի եւ քվեարկության օրը ընտրական տեղամասերի գրանցամատյաններում եղած ստորագրությունների թվի անհամապատասխանության մասին։ Մենք արձանագրել ենք ավելի քան 27000-ով պակաս ստորագրություն, քան ընտրողների թիվն է։ Հայաստան Դաշինքի փաստարկներից ամենասկանդալայինը Տաթևիկ Սողոյանի հրապարակած տեղեկությունն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացրել է Հայաստանի Հանրապետության հարկատուներից սնվող պետական բյուջեի հաշվին։ Պետբյուջեի միջոցներով քարոզարշավ անելու մեղադրանքն ապացուցվում է պետական գնումների մասին բաց տվյալներով, ուրբաթ պնդել է փաստաբանը։ Օրինակ ընտրություններից 2 ամիս առաջ 6 միլիոն դրամի ավտոբուսային ուղևորափոխադրումներ է պատվիրել վարչապետի աշխատակազմը, 20 միլիոն դրամ ծախսել քաղաքացու օրվա միջոցառումների համար։ Այդ գումարի մի մասը ուղղվել է 10,000 հատ կրծքանշան գնելուն։ Այդ կրծքանշանները հետո դարձել են ՔՊ քարոզչության սիմվոլներից։ Այդ ծախսերը փաստացի պետական բյուջեից իրականացվել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչության համար։ Կուսակցությունների ծախսերը ընտրական գործընթացի ընթացքում չեն կարող գերազանցել 800 միլիոն դրամը։ Սողոյանի խոսքից հասկացվում է, որ ԿՊ-ն փորձել է տպավորություն ստեղծել, թե իր ծախսերը չեն գերազանցել 800 միլիոն դրամը, գնումների պայմանագրերում սխալ տվյալներ ներկայացնելով։ Այս ամբողջ հանրահավաքը իրար հետ գնահատվել է որպես 24 միլիոն դրամ։ Միևնույն ժամանակ օրինակ բերենք Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանի բալետի միջազգային փառատոնը 5 րոպե ունեք ամփոփելու համար։ Այս պարագայում այս բեմահարթակի ծախսերը իրար հետ վերցրած միայն բեմահարթակը կազմել է 247 միլիոն
դրամ։ Կասկածելի է, որ նույնանման միջոցառման համար նույն ընկերությանը քաղաքապետարանը վճարում է 240 միլիոն, իսկ ՔՊ-ն 10 անգամ քիչ։ Կառավարությունը այդ նույն ընկերությանը Domino Production-ին է պատվիրել մայիսի 28-ի զորահանդեսի կազմակերպումը։ Դրա համար 1.5 միլիոն դոլար է ստացել պետական բյուջեից։ Ըստ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների այս տվյալներն ապացուցում են, որ քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավի համար ծախսած գումարները չեն համապատասխանում այսպես կոչված շուկայական արժեքին։ ԿՊԱ-կանները էժան գնումներով քարոզարշավ են արել, հետո պետական գնումներով քաղաքացու հարկերի հաշվին կոմպենսացրել նախընտրական ծախսերը։ Սահմանադրական դատարանը փաստացի երրորդ օրն է քննում ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները։ Հայաստան դաշինքի բացատրությունները լսելու փուլում շատ հետաքրքիր էր հենց ձեր ելույթը, փաստացի կոռուպցիոն սկանդալներ, նոր այսպես վեր հանեցիք եւ հայտարարեցիք, որ պետբյուջեից ահռելի ծախսեր են կատարվել, որոնք ծառայել են քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին։ Այո, ճիշտ ենք հասկանում։ Այո։ Իհարկե ելույթս կառուցեցի փոքրից մեծ սկզբունքով, ցույց տալով, որ ամենաչնչին սկսած են ուրախ ավտոբուսից, որը վարչապետը երթևեկում էր, մինչև քարոզչության պաշտոնական մեկնարկը, որը ըստ էության ԿՀ-ն հաստատել էր, որ քարոզչական նպատակներով այցեր է կատարում, ասել էր խնդիր չկա, մենք էլ ասցինք խնդիր չկա, բայց խնդիր չէր լինի, եթե չպարզեինք, որ այդ ավտոբուսի ծախսերը կատարվել է պետբյուջեից։ Որովհետև տրամաբանությունը հուշում է այս ազատ մրցակցային պայմանների, որ քաղաքական ուժերը իրենց միջոցների հաշվին ազատ են իրականացնել ցանկացած պահի այդ քարոզչությունը, բայց իհարկե չի կարող ուժերից մեկը օգտագործելով իր վարչական ռեսուրսը անել դա պետական կամ համայնքային բյուջեի հաշվին։ Հաջորդիվ ներկայացրեցի օրինակ քաղաքացու օրվա տարօրինակ ծախսերը, որտեղ պարզվեց, որ ինչ որ մի տեղից կան օրինակ 101 համայնքներում հանրային քննարկումներ, որտեղ այդպես էլ չպարզեցինք, թե այդ հանրային քննարկումները որտեղ են եղել, եւ որ քաղաքացու օրվա համար կրծքանշաններ են 10,000 հատ պատվիրվել, ու այլ կրծքանշան, քան ՔՊ-ի քարոզչական կրծքանշաններն էր, հնարավոր չեղավ գտնել։ Եվ իհարկե ամենամեծ բացահայտումը, որը իրապես չի կարողանում հավատալ, որ այդ մասշտաբի կարելի է պետական բյուջեն կեղեքել սեփական նախընտրական քարոզչությունը իրականացնելու համար, դա առերևույթ են համընկնումներ, որը կար զորահանդեսի ծախսերի համար եւ ՔՊ-ի դրոն շոուներով այդ ճոխ հանրահավաքների համար։ Որպեսզի ավելի պարզ ասեմ, մեր արգումենտը ինչումն է կայանում։ Մենք պարզել ենք, որ այդ դրոնները եւ այդ դրոններով շոուները բավական թանկ հաճույք են։ Մեկ դրոն շոուն, եթե մոտավորապես այդ նույն ծավալները հաշվի առնենք, հիմա շատ բան չբացահայտեմ, արժի միջին հաշվարկով $100,000։ Ենթադրենք $90,000։ ՔՊ-ն պաշտոնապես հայտարարել է, որ անցկացրել է այդպիսի 11 շոու։ Մենք առնվազն դրանք ընդունում ենք ի գիտություն։ Եվ այսինքն ստացվում է, որ առնվազն $1,100,000 պետք է գույքագրված լիներ մենակ դրոն շոուների համար, բայց այդ ծախսը չկա։ Այդ ծախսը շատ անհասկանալի կերպով ներառված է ինչ-որ մի միջոցառման ծախսի մեջ, որը ընդհանուր 24 միլիոն դրամ է, որը էլի կասկածներ ունենք, որ նույնիսկ բեմահարթակի տեխնիկական ծախսերը այդ 24 միլիոնը չի ծածկում։ Ու ստացվում է մի իրավիճակ, որ թեև գրված է այդ դրոն շոուն, որ ներառված է, բայց իրականում ներառված չի։ Դրա մասին պետք է բարձրացնենք, մեկ էլ պարզեցինք, որ գոյություն ունի նախընտրական քարոզարշավի ժամանակ իրականացվել է զորահանդես, որին այդ նույն կազմակերպությանը, որը իրականացրել է դրոն շոուները, տրվել է $1.5 միլիոն։ Ասեցինք, այդ ինչ է տեղի ունեցել։ Կարող է այդ նույն կազմակերպությունը նաև զորահանդեսի ժամանակ հրթիռներն ա բերել, կամ չգիտեմ, այդ բեմահարթակը ոսկուց ա օծել, ինչ ա արել, որ $1.5 միլիոն ա եղել։ Բայց պարզվեց ոչ, սովորական մետաղական կոնստրուկցիաների եւ աթոռների համար պետական բյուջեից պաշտպանության նախարարությունը հրատապ 1 անձից գնումով կատարել է $1.5 միլիոն գնում։ Եվ սա մեզ տալիս է մի հետևություն, որ ըստ էության այս ծախսը քողարկված կերպով իրականացվել է պետբյուջեի միջոցներից զորահանդես կոչվող այդ փառապանց միջոցառման շրջանակներում, դրա փաթեթավորմամբ։ Սրանք բավարար փաստարկներ են, օրինակ ըստ որ բարձր դատարանում խնդիրներ առնվազն առաջացնեն, հա, քաղաքապայմանագրի։ Ես առնվազն ինտուիտիվ մակարդակում հասկացա, որ այս փաստարկների մատնանշումը բարձր դատարանի մոտ
առնվազն հետաքրքրություն է առաջացրել եւ մենք արդեն իսկ ներկայացրել ենք միջնորդություն, որպիսի այդ մատակարար կազմակերպության տնօրենը որպես վկա հարցաքննվի սահմանադրական դատարանում։ Նաեւ կմիջնորդենք, որպիսի այդ ամբողջ ծախսերի բացվածքը թե այդ որտեղից էր այդ զորահանդեսը, որտեղ առերևույթ կոռուպցիոն երևույթի հետ գործ ունենք եւ ինչպես սահմանադրական դատարանում նշեցի, հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը պնդում էր, որ ինչ որ ծանոթների միջև շալվար նվիրելու խոստումը դա նախընտրական կոռուպցիայի դրսևորում է, բայց օրինակ $1 միլիոն նախընտրական միջոցներ քարոզարշավի համար պետբյուջեից հատկացնելը համոզմունք հայտնեցի, որ այդ գործի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն նույն վերաբերմունքը չի ունենա։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը որևէ կերպ արձագանքել է այս բացահայտմանը։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը միջնորդեց, առաջարկեց դատարանին, որպիսի պահանջվեն համապատասխան պետական կառույցներից այդ պայմանագրերը եւ հավաստիացրեց, որ դրանք ներառված են, այսինքն ճիշտ չափով ներառված են նախընտրական հիմնադրամի ծախսերի մեջ, չբնականաբար որևէ բովանդակային պատասխան չէր պարունակում։ Եկեք հիմա վերհիշենք նաև ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների բացատրությունների ամենաեական դրվագները եւ կվերադառնանք։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջից բացի այլընտրանքային պահանջ ունի ուժեղ Հայաստանը, այդ ուժը բարձր դատարանից ակնկալում է նաև, որ ընտրությունների երկրորդ փուլ նշանակվի։ Ուրբաթ բացատրությունների փուլում առաջինը ուժեղ Հայաստանն է ներկայացրել իր փաստարկները։ Արամ Վարդևանյանը սահմանադրական դատարանում պնդել է, ընտրություններն ազատ ու արդար չեն անցել, նախ վարչական ռեսուրսի չարաշահման պատճառով։ Աննախադեպ է իր վարչական ռեսուրսի չարաշահման ծավալով։ Ըստ Վարդևանյանի քարոզարշավի ընթացքում աննախադեպ է եղել իշխանությունների տարածած ատելության խոսքը, դա ըստ փաստաբանի համատեղելի չէ ազատ խաղաղ ընտրական միջավայրի հետ։ Ատելության խոսքի տարածման վերաբերյալ հանգամանքները փոխանցել էին կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այդ դեպքով իդեպ նիստ նշանակվեց։ Վարչարարության տեսանկյունից անհրաժեշտ գործողությունները կատարվեցին։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ ուներ այն դիրքորոշումը, որ այստեղ որևէ խնդիր չկա եւ այդ արտահայտություններով թող շարունակվի նախընտրական քարոզարշավ։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցչի պնդմամբ ընտրական ամբողջ process-ի ընթացքում փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը տեղի ունեցած խախտումների ծավալն ու համակարգված բնույթը ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Արդյոք ընտրության հավասարության եւ ազատության միջավայրն է, երբ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը ամբողջ ընթացքում պետք է գտնվեր տնային կալանքի պայմաններում։ Վարդևանյանը սահմանադրական դատարան է ներկայացրել նաև շուրջ 100,000 ձայների անվերահսկելի լինելու փաստը։ Նա նկատի ունի, որ 17,000 ընտրող քվեարկել է գաղտնի ցուցակներով, իսկ 80,000 քաղաքացու անձնագիր չի ճանաչել նույնականացման սարքը։ Ունենք շուրջ 80,000 այսպես կոչված չաշխատող անձնագրեր։ Լավ, այդ չաշխատող անձնագրերը լինեին 100-ը, լինեին 1000-ը, լավ լինեին 2000-ը, բայց ինչի են 80,000։ Այս հարցը իսկապես առաջ է գալիս։ Կամ այդ գաղտնի ցուցակների նկատմամբ վերահսկողությունը ինչպես պետք է իրականացվի։ Վարդևանյանը նաև ընտրակաշարքի մասին հայտարարություններին է անդրադարձել, ըստ նրա հակակոռուպցիոն կոմիտեում այդ մեղադրանքով 258 մարդ է անցնում, բայց նախընտրական շրջանում հակակոռուպցիոն կոմիտեն փորձել է տպավորություն ստեղծել, թե հազարավոր դեպքեր կան։ Ատելության Դա ըստ նրա բացասական ազդեցություն է ունեցել ուժեղ Հայաստանի վարկանիշին։ 258 դեպք, բայց մի հատ նայեք դրա հասցրած վնասը սև PR-ի տեսանկյունից։ Ըստ Արամ Վարդևանյանի այս բոլոր հիմնավորումներից հետո սահմանադրական դատարանը պետք է արձանագրի իրավախախտումների փաստը։ Տիկին Սողոյան, ձեր գործընկերների բացատրություններում կային դրվագներ, որոնց հետ կամ համակարծիք չէիք, կամ որոնք օրինակ նորություն էին պարունակում ձեզ համար։ Իհարկե այն բաները, որոնք մեր դիմումի մեջ չեն մտնում, բայց կարծում եմ, որ կարևոր է եղել արձանագրել, դա նախընտրական քարոզչության շրջանում ատելության խոսքն է եղել, որը տարածվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին համարի կողմից եւ որ որևէ արձագանք չի ստացել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ այստեղ շատ հետաքրքիր իհարկե բանավեճ տեղի ունեցավ եւ կապված նրա հետ, որ չարձագանքեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ մի հետաքրքիր դրվագի հետ եւս կապված, ուրեմն մենք Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան դաշինքը
դիմումներ էր հասցեագրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպիսի նախընտրական քարոզչության փուլում հակակոռուպցիոն կոմիտեն մնա օրենքով սահմանված քաղաքական չեզոքության սահմաններում եւ չիրականացնի հակաքարոզչություն, այսինքն մասնակից չդառնա նախընտրական քարոզչությանը։ Ինչին ի պատասխան կենտրոնական ընտրական հանձնաժողովը համանման դիմում էր հասցեագրել, ըստ էության համաձայնել էր դիմող կողմերի հետ եւ հակակոռուպցիոն կոմիտեին դիմել էր, ասել էր, խնդրում եմ այլևս անուններ մի տուր, ում վերաբերյալ ինչ ենթադրյալ հանցանք ես բացահայտում, որին էլի պատասխան հակակոռուպցիոն կոմիտեն ասել էր, չէ, ինչ անում եմ, լավ եմ անում։ Հիմա մենք դրա վերաբերյալ փորձում ենք բարձել կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիրքորոշումը։ Հիմա դա ճիշտ էր, թե սխալ էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն հակաքարոզչություններ իրականացնում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ խուսափում է դրան պատասխան տալուց։ Ասում ենք, եթե դուք մեր հետ համաձայն չէիք, ինչու դիմեցիք դրա համար։ Ասում է, դե բողոքեցիք, ես էլ դիմեցի, բայց գնահատական չի տալիս։ Արդյոք քաղաքական չեզոքությունը խախտել է հակակոռուպցիոն կոմիտեն այդ հայտարարությունները տարածելիս, թե չի խախտել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է պնդել, որ պետք է վերաքվեարկություն նշանակել այն 3 ընտրատեղամասերում, որոնց քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պատճառով կուսակցությունը զրկվել է խորհրդարանական մանդատներից, ԲՀԿ-ի բացատրություններին կծանոթանանք հենց հիմա։ Առաջին գործն է։ Բարգավաճ Հայաստանը միանալով ընտրությունների արդյունքները վիճարկող մյուս ուժերի հայտարարություններին Սահմանադրական դատարանում հայտարարել է ընտրաշավի եւ քվեարկության ամբողջ ընթացքում տեղի են ունեցել կազմակերպված խախտումներ, որոնք ազդել են ընտրողների ազատ կամ արտահայտման վրա։ Հավելում են ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանից պահանջում է վերաքվեարկություն նշանակել այն 3 ընտրատեղամասերում, որոնց քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պատճառով կուսակցությունը զրկվել է խորհրդարանական մանդատներից։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին եւ 59,000 քաղաքացիներ ասում են, մենք այս պահին չենք հավակնում աշխարհի գավաթին։ Այն մենք կգանք կհասնենք այդ գավաթին ինչ որ մի փուլում։ Մեզ տվեք մեր բրոնզը, փոքր բրոնզը, 4-րդ տեղի համար ավերջը։ Փաստաբան Արամ Օրբելյանն է ներկայացրել Բարգավաճ Հայաստանի փաստարկները։ Ըստ նրա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանձին տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պարտավոր էր վերաքվեարկություն նշանակել, այլ ոչ թե միանգամից հաստատել մանդատների բաշխման կարգը։ Հաշվարկի մեխանիզմներում չկա վերահսկողական գործիքներ։ Անհնար է ստուգել ոնց են հաշվել։ Ոնց են գումարել։ Այս են դասական անեկդոտի օրինակն է, ասում են, ինչ ուզում ես արա, կարևոր այն ով է հաշվում։ Արամ Օրբելյանի համոզմամբ պարզ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն իրականում հաղթահարել է 4%-ի շեմը։ Մեծ մասը։ Նա հիշեցրել է, մինչև ԿՀՀ-ի կողմից 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների անօրինական չեղարկումը կուսակցությունը անցնում էր խորհրդարան։ Տեղամասից Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Նորայր Շարբաթյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր Կիրակի։ Տիկին Սողոյան, գլխավոր 2 ընդդիմադիր ուժերին ընդդիմախոս այլ ուժեր ձևակերպում են մեկ հիմնական հարց Սահմանադրական դատարանի հետ կապված, որը հիմա կփորձեմ ձեզ ուղղել, հա։ Ասում են, եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում այսպես կամ այնպես ոչ լեգիտիմ է լինելու ի վերջո ձեզ համար, այսինքն ընդդիմության համար, ինչու ընդհանրապես դիմեցիք Սահմանադրական դատարան։ Եթե պատասխանը նախապես հայտնի էր, թե ինչ վճիռ է լինելու, համենայն դեպս այդ տպավորությունն է ստեղծվում։ Այս ամբողջ գործընթացի քաղաքական եւ իրավական իմաստը որն է։ Տեսեք, քաղաքականությունը հնարավորի արվեստն է եւ ես չեմ ուզում այս պարագայում նաեւ քաղաքական դիսկուրսի մեջ մտնեմ։ Բնականաբար իրավական համակարգն այս քաղաքական ազդեցության ներքո կրել է շատ անդառնալի վատ հետևանքներ, բայց կա ուղղակի այս պարագայում 2 ճանապարհ, կամ ոչինչ չանել, կամ ամեն հնարավոր հարթակում եւս բացահայտել կամ բացատրել իրավախախտումների մասին։ Հիմա բնականաբար կկայացնի Սահմանադրական դատարան օրինակ կամային որոշում, կասենք կայացրեց կամային որոշում։ Չի կայացնի այդ որոշումը։ Էլի լավ կարձանագրենք, որ եւս մեկ անգամ գտնվում ենք այս քաղաքական ազդեցության պայմանավորված հակաիրավական դրության մեջ ու նաև շատ կարևոր է այն բանավեճը, որը ծավալվում է Սահմանադրական դատարանում, որովհետև այնտեղ տեղ են գտնում մի շարք ճշմարտության բացահայտումներ, մի շարք արձանագրումներ ու այնպիսի բացահայտումներ, ինչպիսիք արդեն ներկայացրեցի։ Դրա վատ հետևանքը, օրինակ, հակառակը ուղղակի անգործությունն է։ Իրավական իմաստով։ Ես չեմ ասում քաղաքական, ես քաղաքական գործիչ չեմ, որպեսզի օրինակ կոչ անեմ փողոց դուրս գալ կամ փողոցային պայքար սկսել։
հակառակ պնդումը, այսինքն իրավական իմաստով համակերպվելն է այս հայտարարակ ընտրախախտումներով տեղի ունեցած ընտրական միջավայրում տեղի ունեցած ընտրություններին։ Սահմանադրական դատարանով իրավական ճանապարհը պայքարի սպառվում է, ճիշտ ենք հասկանում։ Ներպետական մակարդակում այո, բայց նաև գործընկերների հետ արդեն գաղտնիք չի, որ քննարկվում է այլ վերպետական մարմիններում, իհարկե դրանց ժամանակը չենք կարող պատկերացնել, թե ինչքան կտվի, բայց դրանց վիճարկելու հնարավորությունը, որովհետև իրապես շատ հետաքրքիր փաստարկներ կան ու շատ առանցքային կետեր կան այսպես քվազի ժողովրդավարական ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու համար։ Տիկին Սողոյան, այս շաբաթը ձեզ համար իրականում շատ էմոցիոնալ է եւ առանձնահատուկ է։ Կարծես դուք դատարանում կատարում էիք ձեր պարտականությունները հենց այն պահին, երբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի խափանման միջոցը 1 տարվա անազատությունից հետո փոխվեց եւ նա ուղիղ եկավ Բագրատ Սրբազանի դատին։ Ինչ էին զգում այդ պահին, ինչ էին խոսում իրար մեջ, հա, Սրբազանը եւ նրա աջակիցները։ Իհարկե շատ ներողություն եմ խնդրում, բայց սա եւս մեկ կարևոր թեմա էր շաբաթվա։ Ուրախալի էր տեսնել Միքայել Սրբազանին ազատագրված եւ այս անհեթեթությունը, չասենք ավարտված, բայց գոնե ազատության իմաստով ավարտված։ Չգիտեմ, ինչ էին խոսում, բնականաբար Բագրատ Սրբազանը կես կատակով ասում էր, որ Միքայել Սրբազանին հիմա ռեաբիլիտացիայի համար պետքա փոխհատուցում տան, ոչ միայն նրա համար, որ գրեթե 1 տարի անազատության մեջ եղավ, փաստացի նաև կիսելով դրա մի մասը Բագրատ Սրբազանի հետ կալանավայրում նույն խուցը եւ ասում է առանձնահատուկ փոխհատուցում պետք է տրվի, որ հենց իր հետ է կիսել այդ խուցը։ Հա, հետո ականջին էլ ասաց, այդպես դու կրկնակի ես պատժվել իմ ներկայությամբ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվել է, բայց չի վերացվել բացակայելու արգելքը։ Վերաքննիչ դատարանը նաև որոշել է բեկանել առաջին Ատյանի իշխանության զավթման կոչի մեղադրանքը եւ գործը ուղարկել նոր քննության, այս անգամ Շիրակի առաջին Ատյանի դատարան։ Մենք մի ռեպորտաժով ենք հավաքել Շիրակի թեմի առաջնորդի առաջին հայտարարությունները ազատության մեջ հայտնվելուց հետո։ Ես խնդրել եմ նրան նաև ասել, արդյոք փոխվել է նրա համար ազատություն բառի նշանակությունը։ Մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Կամ երկու հոգևորականի կարող է բանդարգես, մի երկու հոգևորականի ոչնչացնես, մի 40 եկեղեցի քանդես, մի 50-ը փագես։ Բայց եկեղեցին ոչնչացնել չես կարող։ Մի կողմից ասում են լացը գալիս է, բայց խնդալն է գալի, փոխանակ լացը գա։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Սիքո Միքայել Սրբազանին չեն դադել, սիքայի ժողովրդի դադե կերտը։ Սրբազան! Սրբազան! Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մեր ժողովրդին, մեր հայրենիքին եւ մեր սուրբ եկեղեցին։ Օրհնությամբ Միքայել Սրբազան, arczepiskopos Աջապահյան, 184-րդ օր ապօրինի ազատազրկման։ Մարդու դատավճիռը չի մտել օրինական ուժի մեջ, իրեն ներկայացնում են որպես հանցագործ։ Չեմ տեսել մի անշնորհ բանը վերել, բացի եկեղեցիները, գյուղի ամբողջ եկեղեցիները ինքը զանգեր է կախե օծը, ինչի կբերեցիք, ով ինչ կսել, մեծ մարդ է, չի կարելի, ընդեմ կալանավոր է, թող կալանավոր է։ Այսքան երկար ինչ ես նկարում։ Աջապահյանների, Հայթումյանների գլխավորությամբ հայ ժողովուրդը կարողացել է հաղթանակել։ Անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ դատավարություններից մեկը նոր հանգրվան է մտել։ Եկան եք պայքարելու միջև արտարացման դատավրջիր լինի։ Այս շաբաթ ազատ է արձակվել Միքայել Սրբազանը, չբացակայելու արգելքով։ Ու միանգամից գնացել հոգևոր ու խցակից եղբոր Բագրատ Սրբազանի դատին։ Բացրած խանդավառ։
Նախականջին է շշնջացել Բագրատ Սրբազանը, թե պիտի Միքայել Սրբազանին հատուցեն ոչ միայն 1 տարի ապօրինի կալանավայրում անցկացնելու, այլև այդ ընթացքում իր ներկայությունը հանդուրժելու համար։ Հետո տեսախցիկների առաջել է կրկնել կատակը։ Կրկնակի հատուցում պիտի տանք, քանի որ նաև ես եմ եղել այնտեղ, որպես պատիժ Միքայել Սրբազան։ Դատարանի բակից Միքայել Սրբազանը մայրաթոր է գնացել վեհափառի օրհնությունը ստանալու։ Հանգստացել եմ բանդում, հոգսերից, մտահոգություններից, ես եկեղեցական ծառայությունը հանգիստ չի, ամենօրյա մտահոգություն է։ Հայրենի Գյումրիում թեմակալ առաջնորդի կարոտն է ողողել նրա տան ճանապարհը։ Լավ, շնորհակալություն, գնացեք, հանգստացեք։ Հաջորդ իսկ օրը Սրբազանը նստել է Սիրելի այգում, այն նույն աթոռին, որին նստած արել է Նիկոլ Փաշինյանին հավասարակշռությունից զրկած հայտարարությունը, ըստ քննչական մարմինների, իբրև վերահաստատել է իշխանազավթման կոչը։ Զավեշտը այդ ամեն ինչի մեջ այն է, որ ին նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է հունիսի 17-ին, ես այդ հարցազրույցը տվել եմ հունիսի 21-ին։ Հետևաբար ինչ կա որ իմ հունիսի 21-ի տված հարցազրույցը հունիսի 17-ին արդեն հարուցված քրեական վարույթի հետ, որ այդպես դատախազը քննչական կոմիտեի ղեկավարը փորձեցին կապել նոր լույսի ներքո, այդ արդեն հայտնի էր, հա իրենց ամսի 17-ին, որ ես 21-ին պիտի վերահաստատեմ։ Ինչ էլ լինի, փորձություն է ուղարկված Աստծուց։ Բանտարկությունը ընդամենը առիթ է դարձել, որ Սրբազանը համոզվի, ազատությունը ներքին զգացողություն է։ Համոզվել եմ վերջնականապես, որ ազատություն կոչված դա ներքին զգացողություն, ներքին զգացում է, հեշտ կապ չունի ֆիզիկական կապանքների հետ, ոչ մի կապ չունի ազատությունը։ Եթե մինչև բանտարկությունը կարող էի կասկածել այդ բանի ճշմարտացիության մեջ, բանդարգությունը համոզեց վերջնականապես, որ իրապես ազատ մարդուն, ով հոգեպես ազատ է, ոչ մի բան չի կարող կաշկանդել, այլ ազատազրկել։ Իսկ ֆիզիկական կապանքները դրանք ուրիշ ազատազրկման ձևեր էլ կան ֆիզիկական, ինչպես օրինակ հիվանդությունը։ Մեր շուրջը մարդիկ կան, որ 20 տարի են բանդարգվել, 40 տարի են բանդարգվել, նրանց կողքին մեր 1 տարին ինչ է որ։ Բան չի, հետո մենք շատ հանգիստ ենք տարել բանդարգությունը, որովհետև մենք ազատ մարդ ենք։ Բանդում մենք շատ ազատ ենք եղել։ Բագրատ Սրբազանի հետ սկանչելի օրեր ենք ունեցել։ Սքանչելի օրեր, որոնց ընթացքում հասցրել է վերարժևորել մարդկանց։ Ակամա։ Շատերին ճանաչել է նոր, ոմանց բոլորովին անսպասելի լույսի տակ։ Թշնամիների գործած վնասը ավելի հեշտ է մոռացվում, քան բարեկամների անտարբերությունը։ Շատ մարդկանց նորովի ճանաչեցինք, շատ մարդկանց բացահայտեցինք իբրև լավ կողմերով, շատ մարդիկ իրենք ինքնաբացահայտվեցին, ցույց տալով, որ իրենք թույլ մարդիկ են։ Աստված իրենց հետ, Աստված թող բոլորին էլ օգնական լինի։ Մենք շատ շնորհակալ ենք քրեակատարողական ծառայությունից։ 99%-ից, այն մի տոկոսն է թող մտածելու տեղ ունի։ Մենք մեզ պահել ենք այնպես, ինչպես մեզ պետք է պահեինք, արժանապատիվ եւ ստացել ենք արժանապատիվ վերաբերմունք։ Եվ ես գոհ եմ քրեակատարողական հիմնարկի մեզ հետ շփված անդամներից 99%-ի, որոնք հասկացել են, որ ում հետ գործ ունի։ Իսկ բուժազնակազմից, օրինակ, գոհ ենք, ուղղակի շատ հոգատար վերաբերմունք ունեին։ Այնպես բայց լավ իշխող կուսակցություն, որ դու իշխող կուսակցություն ես, քո ցուցումով, քո հրանանգով մարդիկ ձերբակալվում են։ Գոնե գնացեք հետաքրքրվեք, մարդիկ ասեք, այո, ես համաձայն որ հոգևորականները գնում են, ասեք ամենավերջին հանցագործին այցելում են, չեն ասում, ես հանցագործը արժանի չի, որ ես իրեն այցելեմ։ Չկա այդպիսի հանցագործ, որին հոգևորականը կարող է ասել, որ ես իրեն չեմ այցելում։ Մինչև այդ
հանցագործը ինքը չասի, որ ես չեմ ուզում որ հոգևոր գնալ։ Բայց դուք որևիցե մեկը չեկաք ավետարանական պատկամը չկատարեցիք։ Ավետարանը որովհետև ասում է, ես ասում եմ վերջին դատաստանին, պիտի գան մարդիկ եւ իրենց պիտի ասեն բանդում էի եւ ինձ այցելության չեկաք։ Եվ այդ մարդը պիտի ասի, բայց դուք երբ եղաք բանդում, որ մենք ձեզ այցելության չեկաք։ Եվ Աստված պատասխանելու ասելու, եթե իմ զավակներից որևիցե մեկին չայցելեցիք, ուրեմն ինձ այցելության եկած չեղաք։ Լավ, ենթադրենք, որ ես մեղավոր էի, գործել էի այդ հանցանքը, բայց ենթադրելի էր, էլի, որ վերջի անցած ճանապարհ վաստակ տարիք ունեցող մարդուն կարող էր ներվել գոնե խափանման միջոցի բացառում, կալանքի բացառումը, գոնե կարալ է, էլի, վերջում էլի թող 2 տարի դատապարտեին, գնայինք, բանդալվեինք, բայց ասենք խափանման միջոցի կիրառումը սա ուղղակի անպարգեշտություն էր։ Արդարության մեջ գտության իսպառ բացակայություն, ինչը որ չի կարելի եւ չպետք է։ Արդարությունը միշտ պետք է շաղախված լինի գտությամբ։ Բացառել գտություն, դա արդեն անողորմություն է, անգթությունն է, որը արդարության հետ ոչ մի կապ չունի։ Որովհետև ցանկացած մարդկային արդարություն ինքը պետք է իր համար կետ, ելման կետ ընդունի աստվածային արդարությունը, որը միշտ գթացող, խնամող, վերականգնող արդարություն է, ոչ թե պատժիչ։ Աստված եթե պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէինք մնա։